իհարկե կանդրադառնանք, բայց ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների մասին խոսեցինք, եւ ես ուզում եմ զուգահեռ խոսել նաեւ գոնե միջանկյալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով, որովհետեւ կախված ծառաբեռնվածություններից երևի փոխվում են։ Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որը ստանում է 300,000-ից մինչև 400,000 դրամ աշխատավարձ։ 863 ուսուցիչ ստանում է 400,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ։ 109 ուսուցիչ ստանում է 500,000-ից ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն։ Ճիշտ բառը վարձատրությունն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն։ Խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ եւ այլն եւ այլն։ Ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն։ Ուրեմն 2118 ուսուցիչ 300,000-ից մինչև 400,000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400,000-ից մինչև 500,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ վարձատրություն եւ 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Այսինքն ընդ որում, հիմա տեսեք, երկու ուսուցիչ ունենք, որ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն են ստանում։ Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ, այն ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի եւ ստանում են 700,000 դրամից ավել ամեն ամիս ստանում են 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, թե ինչ որ մի բան կա, որը հասանելի է միայն եւ միայն բացառապես նշված երկու ուսուցիչներին։ Եվ բնականաբար նույնը հասանելի է, ինչ որ իրենք անում են եւ ստանում են, հասանելի է նաեւ մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Ես իհարկե թեմայի հետ ուղիղ չի առնչվում, բայց քանի որ մենք հոգեբանորեն կամ ինչ որ ձևով կապում ենք իրար հետ, ես ուղղակի առավոտյան խնդրեցի եւ ստացա նաեւ շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող 400,000-ից 500,000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային, այսինքն որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ, ոչ մի կոչում։ 523 զինծառայողը 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600,000 դրամից 700,000 դրամ վարձատրություն եւ 31 զինծառայող շարքային 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Կրկին, ելի ես հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700,000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաեւ մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի։ Իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Նաեւ ասեմ, որ հիմա նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը եւ այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը
եւ վստահությունը ավելացել է եւ սա շատ կարեւոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ եւ բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա։ Ես այն չի համար եմ ասում, հիմա օրինակ կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ, ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրանք պետք է ստանան 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ եւ ստանում են։ Վարձատրություն, ոչ թե աշխատավարձ։ Շատ լավ, վերադառնալով 44 համեցեք բան այս։ Պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ ուրախությամբ ասել, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված ամբողջ գումարը, որը նախարարությունը ներկայացրել է, ամբողջը բյուջետավորված է 2026 թվականի համար, հետևաբար մենք որևէ անհանգստություն չունենք, որ այդ բոլոր դիմաց ուսուցիչները դեմ չեք, որ բոլորը գերազանց ստանան։ Այո։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունվում։